Մեր հաջորդ հաճախորդը այս պարագայում ես կասեմ Կարենն է Սարուխանյան, ինչի համար եմ ասում հաճախորդ, քանի որ անդրադարձ են կատարելու ԿՊ-ականներին եւ իրենց ունեցված դիզելում։ Իրականում մեր գործերը լավ են։ Կարենը Սարուխանյան 2018 թվականին հեղափոխությունից անմիջապես հետո դառնում է մարզպետ եւ համաձայն իր հայտարարագրի այդ ժամանակ նա ունենում է 6 հողամաս Լեռնագյուղում, կարծում իր հայրենի գյուղն է, եւ ինչն է հետաքրքիր, Տիգրան Ավիյանի հորականջից խուլ ունենում է Opel Astra։ Ինչի համար եմ ասում Տիգրան Ավիյանից խուլ, որովհետեւ Տիգրան Ավիյանի հայրը եթե իմանար, որ Կարենը Սարուխանյան հիմի այդ Opel-ով գալիս էր Երևան, լավ բան չէր սպասվի։ Հակառակ դատարանի վճռի կարմիր գծերի արժեքը մնալու է 160,000 դրամ։ 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնիստե։ Ամեն իրա գեղի Opel-ով։ Կարենի Սարուխանյան մարզպետ դառնելը զուգորդվում է նրա նոր տուն ձեռք բերելով Գյումրիում, որը նա հայտարարագրում է։ Ինչն է հետաքրքիր, որ արդեն մի քանի ամիս հետո Կարենը Սարուխանյան արդեն հայտարարագրում է, որ ինքը ունի 1.8 միլիոն դրամ, ունի 3.7 միլիոն դրամ եկամուտ, կանխիկ, արդեն վարկավեշտում 8.860,000 դրամով։ Այս ամեն ինչը ցույց է տալիս, որ մեր գործերը ավելի են լավանալու։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, աբսուրդի ժանրից է, երբ որ ուսումնասիրում ես ԿՊ-ականների վարկային կենսագրությունը։ Ինչի համար եմ դա ասում, այստեղ ակնհայտ է դառնում ամենայն դեպս իմ համար, որ եթե մարդիկ վերցրած վարկը, մարած վարկը ու այդպես տարօրինակ վարկերի շքերթը շարունակվում է իրանց մոտ, ու դրա արդյունքում հասկանում ես, որ մարդու օրինակի համար վարկը վերցրելա, մյուս տարի մարելա, դրա մասին չի գրե, ակնհայտ է, որ անհասկանալի գումարների հոսք է այս մարդկանց մոտ սկսվում։ Չգիտեմ, ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Տեսեք ինչն է հետաքրքիր, արդեն առաջի տարին 19 թվականին մեր Կարենը Սարուխանյան 8.800,000 դրամ վարկ է վերցնում։ Ունենում է եկամուտ 3.7 միլիոն դրամ, բայց ինքը արդեն կանխիկ հայտարարագրում է 1.8 միլիոն դրամ։ Հարգելիներս, դա երեխեքի համար է, երեխեքի։ Մեր Կարենը Սարուխանյան 2020 թվականի ներկայացված հայտարարագրով ներկայացնում է, որ ձեռքաբեր է Mercedes S-կլասի մեքենա 2.500,000 դրամով, այսինքն $6,500։ Ինչն է հետաքրքիր, ես ցույց կտամ ձեզ լիստեյում 6 տարի անց մենք ուսումնասիրում ենք նման գնով ավտոմեքենա ուղղակի գոյություն չունի։ Նմանատիպ ավտոմեքենայի ամենաէժան գինը մոտ $10,000 է, իսկ ամենաթանկը մոտ $18,000-19,000։ Ոնց է ստացվում, որ այս ԿՊ-ականները ֆենոմենալ ավտո առնող վաճառող են կամ էժան ավտո առնող են, իրանց կնախանձեր այն ամենասուպեր ավտո առնող վաճառող ժողովրդական լեզվով ասած ավտոյի դալալները, հասկանում եք, իսկ ԿՊ-ականների մոտ ֆենոմենալ դա ստացվում է։ Ցա նաև հակակոռուպցիոն իմաստով կարևոր նշանակություն ունի եւ շուկայի վիճակը գնահատելով եւ շուկայական արժեքները գնահատելու առումով։ Ինչն է հետաքրքիր, Կարենը Սարուխանյան Հայ բիզնես բանկից վերցնում է 5 միլիոն դրամ, Ալբա բանկից վերցնում է 4 միլիոն դրամ վարկ, Ամերիա բանկից 1 միլիոն դրամ։ Եվ պետությունից էլ ստանում է արդեն աճում են նրա գումարները, տարեկան 8.8 միլիոն դրամ։ Գնում ենք թափանցիկության ճանապարհով։ 21 թվականին նաև ձեռքաբերում Ford Explorer ավտոմեքենա 3.650,000 դրամով։ Այնինչ հենց հիմա, եթե մենք նույնպես մտնում ենք լիստեյում, տեսնում ենք, որ նմանատիպ ավտոմեքենայի ամենաէժան գինը $9,000 է։ Թե այս մարդիկ 6 տարի առաջ տենց ֆենոմենալ էժան ավտոմեքենաներ որտեղից են կարողանում ձեռք բերել, չես կարողանում հասկանալ։ Խոսում ենք թափանցիկության մասին, չգիտեմ ինչի մասին, հակակոռուպցիոն քաղաքականության մասին, ինչի չենք բացում։ Ինչն է հետաքրքիր, որ շարունակում ենք 21 թվականի ներկայացած հայտարարագրով մեր Կարենի Սարուխանյան 4 միլիոն դրամ եկամուտ է ապահովում Գալստյան Սերգեյ Բորիսին։ Եվ ես փորձեցի հասկանալ, թե այս երիտասարդը հասկացա, որ գյումրեցի նորմալ պայմաններում ապրող մի քաղաքացի եւ ում որ հարցնում էի թե արդյոք Գալստյան Սերգեյը, որը իմիջայլոց ԿՊ-ական է եւ իրեն ժողովների ժամանակ ինչ որ վերստուգիչ հանրաժողովի անդամ է լինում, եթե չեմ սխալվում, փորձեցի հասկանալ ինքը արդյոք ուներ այդ ֆինանսական միջոցները, պարզվում որ բոլորը ապշած մնացին, ասին 4 միլիոն դրամ որտե է պետք ունենա, որ նվեր տար Կարենին Սարուխանյան։ Ասենք մի հատ նոր, եթե ժամացույց ես կապում, պետք է 3 տարի բացատրես այդ ժամացույցը որտեղից ես կապում։ Իսկ Կարենի Սարուխանյան եւս 2.5 միլիոն դրամ գրեֆ է անում Դավիթ Գրիգորյանը Սամվելին։ Եվ ինչն է հետաքրքիր, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ոչ մի ձևով չի հարցնում, թե օրինակի համար տղա ջան, այս փողերը քեզի որ տալիս են, ինչի դիմաց են տալիս։
Կարող է որ Էմմա Պալյանն ասում էր այն դպրոցի տնօրենները մեր ընկերներն էր, օրինակի համար գալիս են գիր գրականությունը առնում են աղբորս գրախանութից, կարող է մարդիկ որ դիրեկտոր դարել են, այդ միջանկյալ գրեֆն է եղել օրինակի համար։ Հարցերը, որոնք որ ուզում եմ պատասխանները ստանամ ես։ Այո, պետք է մեր իրավապահ մարմինները զբաղվեն։ Տեսեք, հաջորդ ամենաուշագրավը մենք ֆիքսում ենք, որ Կարենը Սարուխանյան արդեն ուներ 10 միլիոն դրամ վարկ։ Եվ արդեն 15.02.2022 թվականին ներկայացված հայտարարագրով ինքը հետ է գցում մի հատ անհասկանալի ավտոտնակ, զարմանում ես ոնց այդ ավտոտնակը հետ գցեց, որ կորում այդ ավտոտնակը, կանխիկ ունենում է 1.5 միլիոն դրամ, մի հատ 2 միլիոն դրամ եկամուտ եւ ուշադրություն։ Մեր Կարենը Սարուխանյան էլ վար չունի, բրծավ էս մարդու վարկերը։ Թե ով օգնեց, ոնց այդ վարկերը մարեցին, անհայտ է ժողովուրդ, ուղղակի անհայտ է։ Ես այդ բոլորը հղում կատարում եմ իր հանձնած հայտարարագրի։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN։ Արդեն 2022 թվականին մյուս աբսուրդը որ կա, Կարենը Սարուխանյան արդեն ունի 12 միլիոն դրամ եւ $1000 վարկ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ վարկերի մեջ կար, որոնք որ վերցրել այդ փոխառությունները 139%-ով, 149%-ով։ Ուզում ես հասկանաս, էսի գժանոցա թե ինչա։ Սկզբից մտածեցի, որ կարող տեխնիկական ինչ-որ սխալ լինի, բայց տետույն շարքի մեջ, որ դու նայում ես իր լրացրածը, տեսնում ես, որ այնտեղ 18%-ով է, 16-ով, 14-ով ու մեկ էլ 139%-ով վարկ է, փողա փոխառության վերցրել այս մարդը։ Ու այս մարդիկ երկիր են կառավարում, լավ, եթե դու այդ տոկոսով, տոկոսադրույքով, վարկով փող ես վերցնում, ու այդ հալով ուզում եք երկիր կառավարեք, աբսուրդ է, ուղղակի աբսուրդ է։ Ես եմ խանգարել, որ չլինի։ Հաջորդ աբսուրդի ժանրից որ կա ժողովուրդ 06/06/2022-ին ըստ հայտարարագրի այլ եղանակով 0 դրամով ձեռք է բերում, եթե գցում հասարակական նշանակություն շինություն։ Եվ նույն ժամանակում նվիրատվություն է անում կնոջը Արփի Փիլոյանին։ Բա հիմա էսի հարցա թե հարց չի 0 դրամով հասարակական նշանակության շինությունը ո՞նց է ձեռք բերել տղա ջան։ Դրանից հետո էլ տվել ես քո կնոջը։ Բայց դա նորմալ է։ Չէ, դա նորմալ է, դա ուզում հասկանամ։ Ինչ ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջետ։ Կոռուպցիոներ ես։ Տեսեք, հայտարարագիր հանձնված հայտարարագրի D.5 նշված է վարկի մարման ուղղված վճարումները։ Տեղ կա, որ ինքը նշում է, որ օրինակ 14 միլիոն դրամ վճարել են վարկ, բայց մնացած վարկային պատմությունները, որ նայում ես, աբսուրդի ժանրից է։ Այսինքն փորձես հասկանալ այդ փողերը ուր վերցրեց, ուր տվեց, ուղղակի գժանոց է, ես չեմ անդրադառնալ, Սանրաբերնեմ։ Սենց էր մտնելու թունելը ստեղից մտնելու էր ընդես դուրս էր գալու կամուրջը ստեղ էր ունենու ձախից բաններ մտնելու Պողոսը աչից Վալոդը ընդեղից ուղիղ։ Ինչն է հետաքրքիր, որ 23 թվականին Կարեն Սարուխանյանը, որ իր ավտոները մոռացանք, ինչ հայտարարել էր, չկար են Opel-ը, երևի Տիգրան Ավինյանի հերեկ հարկցեց գլխին, Mercedes ուրիշ բան եղավ, Ford-ը կորավ, թե ինչ եղավ, չի գրե ոնց է ծախե, ինչ արել։ Բայց Շամշանի հրապարակած նյութում երևում է, որ արդեն Կարենը Սարուխանյան վարում է սպիտակ սպորտային Mercedes ավտոմեքենա եւ վթարի է ենթարկվում։ Ինչն է հետաքրքիր, որ ավտոյի համարանիշները ուղիղ մեզ հուշում են, որ դա Կարեն Սարուխյանի ավտոմեքենան է KP 001 KS Կարեն Սարուխանյան։ Եվ այս ավտոմեքենան վարելով գնում վթարի է ենթարկվում։ Իմիջիայլոց հիմա էլ Կարեն Սարուխյանը սպիտակ Mercedes Jeep-ով է Գյումրիում ման գալիս եւ հայտարարագրի մեջ դա ուղակի չկա։ Բացակայում է, հասկանում եք, ուղակի բացակայում է։ Իմ էլ պապու երազանքն է եղել։ Կամ իմ թոռանս երազանքն է։ Հիմա վերադառնանք ամենավերջի կետին 31/05/2024 թվականի ներկայացված հայտարարագրով արդեն մեր Կարենը ունի 4 միլիոն դրամ կանխիկ գումար։ Ունի եկամուտ 9.8 միլիոն դրամ։ Վարկեր Ակվա բանկից $2000, Ամերիա բանկից 930,000 դրամ։ Եվ ինչ-որ փոխառություն 17 միլիոն դրամով, անհասկանալի է ումից եւ ինչ պայմաններով։ Եվ այս պարագայում նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ասելիք ունի։ Ինքը անապահով է։ Ինչն է հետաքրքիր, եթե մեկը իր տունը 4 միլիոն դրամ կանխիկ փող ունի դրած, բա վարկ ինչի համար ես վերցնում։ Դուք իշխանություն եք, եթե ընդդիմադիր գործիչը կմտածի, որ օրինակ համար կարող քնի հերնի իր բանկային հաշիվները սառեցված են, ձեր պարագայում վամետը նիգրազի տվեք, հասկանում եք։ Ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը ես եմ։ Դուք օրինակ համար աբսուրդ է, որ դու $10,000 տունը դրած ունես, գնում ես վարկ ես վերցնում։ Ինչի համար, չեմ կարող ասել ինչի համար։ Արդավատացե։
Եվ ամենավերջի թարմ հայտարարագիրը, որը ունի Կարենը Սարուխանյանը ներկայացրած 27/05/2025 թվականին 18 թվին, 19 թվին, 20 թվին, 21 թվին, 22 թվին, 23 թվին, 24 թվին, ասում եմ 25 թվին։ կազմած հայտարարագրով ունի 10 միլիոն դրամ եկամուտ ստացված պետությունից, վարկեր 11 միլիոն դրամ ՎՏԲ բանկից, Ամիրյա բանկից եւ ունի 20 միլիոն դրամ փոխառություն։ Անհասկանալի է, թե օրինակ համար պետական պաշտոնյային այդ չափի 50-60 հազար դոլարով ովքեր են բարքով փող տալիս։ Ցմ